Ասեմ թե ինչու են ծառի հողերը համարվում օրհնյալ։ Զիլե։ Ինչպես հասկացաք, մեր հողերում մենք միշտ ուրախ ենք բոլորին ընդունել։ Արի կյանքի ծառի մոտ։ Այնտեղ հրաշալի լույս է վառվում։ Այնտեղ ամեն ինչ ներդաշնակության մեջ է ապրում։ Իսկ կռիվներ չկա։ Քեզ այստեղ կթաքցնեն եւ կպաշտպանեն դժբախտություններից։ Ուրախ ենք տեսնել բոլորին, ովքեր գալիս են կյանքի ծառի մոտ։ Դու այստեղ կարող ես գտնել տունդրուլես անապատը։ Բոլոր կենդանիները ուրախ ապրում են։ Այստեղ հեշտ է։ Սա հրաշքների աշխարհ է։ Քեզ այստեղ կթաքցնեն եւ կպաշտպանեն դժբախտություններից։ Ուրախ ենք բոլորին տեսնել, ովքեր գալիս են կյանքի ծառի մոտ։ Քեզ հարևան կենդանիներին դու պետք է հարգես։ Այստեղ դա օրենք է։ Դու պետք է կատարես։ Քեզ այստեղ կթաքցնեն եւ կպաշտպանեն դժբախտություններից։ Ուրախ ենք տեսնել բոլորին, ովքեր գալիս են կյանքի ծառի մոտ։ Ուրախ ենք տեսնել բոլորին, ովքեր գալիս են կյանքի ծառի մոտ։